անելով ղազախական եւ ռուսական ծորենի հետ կապված հաշվի առնելով նաեւ ձեր մասնագիտացումը տնտեսագետ եք, ասեք, այս դիվերսիֆիկացիա է թե ոչ, թե դիվերսիֆիկացիա է, այսպես ասած, ուղղակի ծածկույթ է։ Ասեմ, դիվերսիֆիկացիան, մատակարարման դիվերսիֆիկացիան շատ լավ լուր է Հայաստանի համար։ Մենք կարող ենք ներմուծել ղազախական ծորեն, կարող ենք ներմուծել նավթ ուրիշ երկրից։ Ուրիշ երկիրը բայց էլի Ռուսաստանն է, Ռուսաստանի Դաշնությունը։ Հա, թեկուզ եւ Ղազախստանից եւ այլ երկրներից մենք կարող ենք ներմուծել եւ դա լավ դիվերսիֆիկացիա է։ Մենք դրա դեմ բան չունենք։ Հիմնական բանը, որ մենք տեսնում ենք, հիմնական խնդիրը դա նախ այն ինչ որ իրենք ներկայացրեցին, բանի հետ կապված Ադրբեջանի միջոցով, որ Վրաստան է տեղափոխվել, այդտեղ կան հարցեր, քանի որ Ադրբեջանի հետ կապված մենք ունենք չկարգավորված հարցեր, բայց ընդհանուր առումով Հայաստանի մատակարարման ֆոնը լավացնելու առումով շատ լավ լուր է դա։ Պարոն Կարապետյան, մի քանի օր հատկապես վերջին իրողություններով պայմանավորված պետգնումները գնում չհանդիսացող ծախս ընթացակարգով հսկայական աստղաբաշխական թվեր են ուղղվում արբիտրաժային դատարաններում Հայաստանի շահերը պաշտպանելուն, կա հստակ հաշվարկ հեծի առնչությամբ, այսպես ինչ պարտավորություն է ստանձնելու Հայաստանի Հանրապետությունը եւ ի վիճակի է արդյոք այս պահին։ Հարյուրավոր միլիոնների պարտավորություն է լինելու, որը վճարելու է Հայաստանի քաղաքացին, որը իրանք ամեն իրենց սխալ քայլ, ամեն իրենց էմոցիա հարյուրավոր միլիոնների վնաս է տալու։ Մեր ինչու են իրենք հարկատում մեծ հարկ տվող հիմնարկից երկրի ֆինանսական վիճակը վատթարացնող հիմնարկ սարքում։ Հարյուրավոր միլիոնների դոլարների կորուստ է ունենալու Հայաստանի պետությունը։ Կոչ եմ անում կանգ առեք, կոչ եմ անում վերադարձեք միջազգային իրավունքի օրենքների շրջանակ։ Որոշումը դեռ չկա, բայց ամենայն հավանականությամբ այո։ 2026 թվականի ընտրությունները սարի հետևում չեն, 7 ամիս ընդամենը ավելի քիչ ժամանակ, ձեր մարզային այցելությունները շարունակվում են արդյոք մեր ձևով շարժման եւ հավաքներից մեկի ժամանակ ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ, եթե չեմ սխալվում, պաշտպանները հայտարարեցին, որ Սամվել Կարապետյանը որոշել է հենց ինքը ստանձնել մեր ձևով կուսակցության նախագահի պաշտոնը։ Ես ուզում եմ նաև այսօր Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել, շնորհավորել էջմիածներին, ասել էր, որ այս ընտրությունը իրենց հաղթանակը 26 թվականի համապետական ընտրությունների հնչյուն նախերգանքն է։ Ես ուզում եմ հասկանալ ձեր այցերը, մարդկանց հետ շփումները եւ ուժերը, ոնց է։ Նախ կուզենայի կարևոր բան ասել, որ էջմիածնի հետ կապված, քանի որ բոլորի համար այսօր դա հետաքրքիր ամենահետաքրքրող թեմաներից է, մենք պետք է հասկանանք, որ հին ընդդիմադիրների եւ իշխանության այսօր եղած պարադիգման չի կարող բերել հաջողության։ Այսինքն նոր ուժ է պետք Հայաստանին, որպեսզի կարողանանք փոփոխություն անել մեր երկրում։ Ամենայն դեպքում ընդդիմությունը հավաքել է ավելի շատ ձայն, հաղթել է Էջմիածին քաղաքի մեջ, որը երբեք տեղի չէր ունեցել վերջի տարիներին։ Բայց պարադիգման պետք է փոխվի։ Նոր ուժ պետք է մտնի խաղի մեջ, քաղաքական խաղի մեջ եւ փոխի մեր երկրում եղած պարադիգման, որpեսզի դուք հասկանաք 10%-ը, 15%-ը, եթե տարբեր լիներ նախորդ այս Էջմիածնի ընտրությունների ժամանակ, դա եղանակ էր փոխելու։ Մենք հասկանում ենք, որ այս եղած ստատուս քվոյի պարագայում, եղած իրավիճակի պարագայում երկրում փոփոխություններ չեն լինելու։ Իսկ մեր հասարակության մեծ մասը սպասում է փոփոխությունների։ Դրա համար մենք առաջարկել ենք, որ մենք պատրաստ ենք ստանձնել ինչ որ պատասխանատվություն Հայաստանում փոփոխություններ բերելու առաջամարտիկը լինել։ Ինչ վերաբերում է 26 թվականին, իրենց շատ պետական պաշտոնյաներ հայտարարում էին, որ իրենք հաղթել են Սամվել Կարապետյանին տարբեր ինտերպրետացիաներով, արգելներս մեր ձևով շարժումը չի ունեցել տեխնացու, իրենք չեն հաղթել Սամվել Կարապետյանին, թող չուրախանան կամ չուզենան հաղթանակը կպցնեն։ Սա երկրում եղած, այս բան եղած քաղաքական ստատուս քվոյի պարագայում առաջացած ընտրություններ են։ Եվ վերջում մի բան կուզեմ ասեմ, դուք նկատեցիք ինչ ուրախ էին իրենք, որովհետև իրենք արդեն ոնց որ հիասթափ հույս չունեին, որ իրենք կարող էին միտեղ հաղթեին,
ու այնքան էին ուրախացել, որ միտեղ վերջապես միտեղ հաղթել են, բայց իրենք ընդամենը միտեղ են դեռ հաղթել։ Արխային, պետք է աշխատենք։